Այդ պորրոդախոսներից թող որևիցե մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել։ Թող փորձի։ Մի շաբաթ թող փորձի առանց կնոջ ապրել։ Իրենք հոգևորական չեն, բայց այդ մարդիկ որոշում են, որ իրենք հոգևորական չեն, ուրեմն թող հարգեն այն ծանրությունը եւ այն բեռը, որի տակ մտել է հոգևորականը։ Թող հարգեն։ Թող հարգեն։ Ուրիշ բան չենք պահանջում։ Հիմա այն տպավորությունը չստեղծի, որ ես բանը արտարացնում եմ կուսակրոնության խախտումը։ Չէ։ Բայց դա որևիցե մեկ դրսից մարդու գործը չի։ Եթե չի վերաբերում, այսպես ասած, ավելի պարզ ասենք, ավելի փագագծեր բաց, եթե չի վերաբերում իր կնոջը, չի վերաբերում իր դստերը, չի վերաբերում իր քրոջը, իր ընտանիքի որևիցե անդամ, եթե չի վերաբերում, իրեն չի վերաբերում։ Գիտի տվյալներ, ներկայացնում է եկեղեցական ատյան, եկեղեցական իշխանություն։ Եկեղեցական իշխանությունը որոշում կայացնի, կհեռացնի կամ ապաշխարություն կնշանակի, կների, մարդը կշարունակի իր օգտակարությունը բերել եկեղեցու։ Դուք պատկերացնում եք, որ ամեն մի սայթակումի համար եկեղեցականի կարգալույց անեն։ Դուք մտքով անցկացնում եք։ Եկեղեցականը սուրբ չէ։ Սուրբ չի, սուրբերի հավաքածու չի, եկեղեցականություն, երբեք ոչ մի եկեղեցական չի ասում, ես եկեղեցական եմ եւ սուրբ եմ, երբեք նման բան չի ասում։ Դուք ես 21-րդ դարում եղեք առողջ տղամարդ կամ առողջ կին եւ գնացեք կուսակրոնության ուխտի տակ մտեք եւ հասկացեք այդ ծանրությունը, հասկացեք այդ ամբողջ փոխանակ աղոթեք այդ մարդկանց համար, կանգնում եք, որ խոշորացույցով դիտում եք խախտեց թե չխախտեց։ Մենք վերջ-վերջո ես 62 տարեկան մարդ եմ, հա 25 տարեկանում կուսակրոնության ուխտ եմ արել, հազար մի փորձությունների միջով եմ անցել։